Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր 12-ն է մարտի, սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է, Փաշինյանը հետաքրքիր շատ մամուլ ասուլիս է այսօր հրավիրել, հետաքրքիր հարցերի է պատասխանել, ինչի շուրջ մենք հիմա կխոսենք, բայց էլի հարցեր կան անդրադառնալու եւ առաջիններից մեկը այն հարցն է, որը որ 2 օր է պատտում է հայկական մամուլում, հայկական լրատվամիջոցներում, դա Դանիել Իոնիսյանի հայտարարությունն է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության ՖՍԲ-ն պատրաստում է Հայաստան ուղղորդել 80,000 Հայաստանի քաղաքացի, որոնք որ բնակվում են Ռուսաստանում, ունեն Հայաստանի քաղաքացիություն, իմաստն էլ արտագնա աշխատանքների է բնականաբար, այսինքն այդ մարդկանց բազմաթիվ մեքենաներով, ավտոբուսներով ընտրությունների ժամանակ ուղարկելու են Հայաստանի Հանրապետություն, ամեն մեկին տալու են 100,000 ռուբլի, պատկերացնում եք, չէ՞, ինչքան է դա մոտ $1,000-ից ավել է, որպեսզի իրենք ընտրեն իրենց ռուսական թեկնածուներից մեկին։ Շատ հետաքրքիր տեղեկություն է եւ այն ինչ որ չափով շատ նման է եւ համապատասխանում է արտաքին հետախուզության ծառայության տարածած տեղեկություններին։ Եվ քանի որ այսպիսի տեղեկություններ կան, եւ նաեւ տեղեկություններ կան, որ Հայաստանի Հանրապետությանը Եվրամիությունը շատ կարևոր օգնություն է ցուցաբերելու, գիտեք, այդ հիբրիդային պատերազմների դեմ պայքարելու փորձառու կենտրոնը տեղափոխում են Հայաստան իրենց մասնագետներով, որոնք որ Մոլդովայում լուրջ ձևով հակազդել են ռուսական ծրագրերին, միջայլոց այսօր Փաշինյանն էլ այդ հարցը ուղղեցին, նա ասում է, որ Մոլդովայի հետ մի համեմատեք, հայկական սցենարով ամեն ինչ կընթանա, ոչ թե մոլդովական։ Դա ես հասկանում եմ ինչու համար է Փաշինյանը այդպիսի հայտարարություններ անում, որպեսզի լարվածությունից ավելորդ խուսափի Ռուսաստանի Դաշնության հետ, չնայած ինքն էլ շատ կարևոր ուղերձներ հղեց կոնկրետ Ռուսաստանի մասով, հստակ նշելով, որ 30 տարի անվտանգության երաշխավորը ամեն ինչ անում էր, որ մենք լինենք չպետություն եւ ոչ միայն անվտանգության երաշխավորը, փաստացի նրանք, ովքեր որ ծառայեին անվտանգության այդ երաշխավորին։ Շատ կարևոր եւ հետաքրքիր ուղերձ էր Փաշինյանի կողմից եւ կարևորը այն է, սիրելի հայրենակիցներ, որ այլևս բավարար է, գիտեք, այսքան խոսելը, ես էլ միշտ ասում եմ, որ Հայաստանի իշխանությունները, իրավապահ համակարգերը պետք է լուրջ գործողությունների դիմեն, պետք է արգելեն այդ կուսակցությունների ընտրվելու հնարավորությունը, չպետք է գրանցեն նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չպետք է գրանցե այդ կուսակցությունները, երբ որ Փաշինյանը հայտարարում էր կարծես նախորդ իր ասուլիսի ժամանակ, որ վերջ այս ընտրություններով ամեն ինչ կմաքրվի, այդ ուժերը վերջնական դուրս կնետվեն Հայաստանի խորհրդարանից, ես շատ հույս ունեմ, որ հիմա մենք կտեսնենք այն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցի այդ ուժերին, չի գրանցի։ Իրոք, եթե նման համարձակ քայլի դիմի Հայաստանի Հանրապետությունը, շատ կարևոր է։ Իրոք ժողովրդավարության հետ կապ չունի դա, քանի որ եթե Ռուսաստանի գործակալական ուժերով կուսակցություններ են հիմնում Հայաստանում կամ նախկին կուսակցությունները, որոնք որ արդեն կային, քաղաքական գործունեություն են ծավալում, դա որևիցե կապ չունի ժողովրդավարության հետ։ Ես կոնկրետ դա թուլություն եմ ընկալում, խայտարակ թուլություն Հայաստանի իշխանությունների եւ իրավապահ համակարգի կողմից։ Դրա համար միանշանակ է մեկ բան, որ եթե իրոք ժողովրդավարություն կա Հայաստանում, ապա ագենտուրային պետք է ասվի ոչ, պետք է արգելվի այդ ուժերի մասնակցությունը եւ դրանց տեղը արդեն կբացվի միանգամից տեղ մնացած ընդդիմադիր նորմալ համեմատաբար բնականաբար նորմալ կուսակցությունների համար, որոնք որ գործակալական ինչ որ նպատակներ չունեն Հայաստանի նկատմամբ եւ չեն ծառայում օտար ուժերին։ Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության նոր խորհրդարանը կձևավորվի շատ նորմալ մաքուր ուժերից, ընդդիմությունը կլինի իսկական ընդդիմություն, իրական ընդդիմություն եւ իշխանությունը կլինի իսկական իրական իշխանություն։ Միայն դա է ամենաճիշտ տարբերակը, որին որ պետք է դիմեն Հայաստանի իշխանությունները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Եվ ես ինքս իմ մեջ իրոք այդ լուծումը արդեն գտել եմ, տեսել եմ եւ հստակ ասում եմ, ձեզ միայն Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները դրան շնորհակալություն կասեն։ Ոչ ոք չի դատապարտի, թե իբր ժողովրդավարական սկզբունքներից հրաժարվում եք։ Ճիշտ հակառակը, եթե հստակ ապացույցներ ունես, արտաքին հետախուզության մակարդակով հայտարարություն ես անում, ազգային անվտանգության մակարդակով հայտարարություն ես անում, իշխող ուժը հայտարարություններ է անում, քո երկրի վարչապետը հայտարարություններ է անում այդ գործակալական ուժերի վերաբերյալ, ամենտեղ խոսում են գործակալներ, հատկապես Ալեն Սիմոնյանն է շատ սիրում այդ մասին խոսել, ուրեմն արգելեք, ժողովրդավարությունը հենց դա է, եթե մեկը ուզում է քանդել քո երկիրը, քանդել քո պետականությունը, դրանց հետ ինչ ժողովրդավարություն եք խաղում։ Ես իրոք զարմանում եմ, շատ եմ զարմանում եւ հույս ունեմ, որ այս անգամ գոնե իրոք լսելի կլինի այն բոլոր նորմալ փորձագետների ձայնը, որոնք որ հստակ կոչ են անում ապացույցներով արգելել այդ կուսակցությունների գրանցումը եւ այդ կուսակցությունների նախընտրական նաեւ գործողությունը։ Օրենքով արգելեք, ապացուցեք հասարակությանը, հանրությանը իրազեկեք եւ վերջ դրեք նրանց գործունեությանը։ Ու հույս ունեմ, որ այդ գործունեության արդեն արդյունքներով մենք խորհրդարանում կունենանք նորմալ, անկախ ժողովրդավարական ուժեր։ Հետո արդեն նորմալ ժողովրդավարության մասին հնարավոր կլինի խոսել։ Սա այսքանը։ Հաջորդը։ Փաստացի մենք ճիշտ էինք, երբ խոսում էինք այն մասին, որ TRIP ծրագիրը կարող է թեթև խնդիրներ ունենալ։ Փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանը իր մամլու ասուլիսի ժամանակ ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի համար այսօր TRIP-ը առաջնահերթություն չէ։ Այսինքն ինքը հստակ ասում է, որ պատերազմով է դա պայմանավորված, այս պահի դրությամբ TRIP-ը առաջնահերթություն չէ, եւ դա շատ բնական է, ու նա ավելացնում է, որ ցավոք հավանականությունը շատ մեծ է, որ process-ների վրա ժամանակի առումով կազդի դա, այսինքն կոնկրետ TRIP ծրագրի իրականացման վրա այդ ամենը իր ազդեցությունը կունենա, բացասական ազդեցությունը կունենա։ Հիմա ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կենտրոնացած այլ խնդիրների վրա, բայց եթե կարող են իրականացնել, այսինքն կենտրոնալ այդ ծրագրի վրա, միայն Հայաստանը դա կողջունի։ Սա մոտավորապես այն է, ինչի մասին ես խոսել եմ նաև այսօրվա առավոտյան մեր հաղորդման ժամանակ, բայց ես էլ հույս ունեմ, որ շատ բան կարա փոխվի եւ TRIP-ները կիրականանա եւ Իրանում էլ մենք կունենանք նորմալ ժողովրդավարական կանխատեսելի իշխանություն։ Դա նաեւ գալիք ընտրությունների համար շատ կարեւոր է։ Հայաստանի գալիք ընտրությունների համար շատ կարեւոր է, ամբողջ տարածաշրջանի համար կարեւոր է, Հայաստան-Ադրբեջան խաղաղության այդ գործընթացը վերջնական ավարտին հասցնելու համար նույնպես չափազանց կարևոր է։ Ինչպես արդեն նշեցի, Փաշինյանը ասում է, որ 30 տարի անվտանգության երաշխավորը փաստացի անում էր ամեն ինչ եւ իրենց էլ ձեռնտու որ Հայաստանը չպետություն էր եւ այսօր Հայաստանը պետություն է, քան երբևէ, խաղաղ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ։ Հա, ես համաձայն եմ այդ ամենի հետ ու քիչ առաջվա նշածս այստեղ ավելի ու ավելի ակտուալ է դառնում։ Եթե այդպես է, հիմա արդեն սկսեք դիմել կոնկրետ գործողությունների, որոնք որ ուզում են Հայաստանը վերածել չպետության, վասալ պետության, օտարի շահերը սպասարկող պետության։ Դե գործեք, տեսնենք, եթե պետություն եք, գործեք։ Իմ ասածն էլ դա է, իմ ցանկությունն ու երազանքն էլ միանշանակ դա է։ Ամենայն հայոց կաթողիկոսի մասով էլ նա անդրադարձավ եւ ասում է, որ պատերազմի կուսակցության ղեկավարությունն է փաստացի ստանձնել Կտրիչ Ներսիսյան։ Սա էլ պարզ է, շատ հասկանալի է։ Այստեղ էլ կարևոր գիտեք գործողություններ անելու կան, բայց մենք տեսնում ենք երկար ժամանակ, որ մեծ հաշվով ոչինչ չի արվում։ Թույլ տվեք ես այս ուղղությամբ քննադատեմ Հայաստանի իշխանություններին։ Դա միայն ու միայն իրենց օգտին է, բայց կարևորը այն չէ, որ իրենց օգտին է։
Սա Հայաստանի Հանրապետության օգտին է սիրելի հայրենակիցներ, այս մեր քննադատությունը, որը որ ես ուղղում եմ հիմա իրենց։ Իմ պատկերացմամբ, եթե այդ կուսակցությունները արգելվեն եւ պարալիզացվեն Հայաստանում, Կատրի Ներսիսյանին ոչինչ չի մնա, քան հանձնվել եւ հեռանալ այդ պաշտոնից, բայց ինքը դեռ հույսեր է փայփայում, որ ինքը կարող է իրոք այդ պատերազմի կուսակցության առաջնորդի ղեկավարի տեղը զբաղեցնել, այսինքն ղեկավարներից մեկի, լավ այդպես ասենք, ղեկավարներից մեկի տեղը զբաղեցնել, դրա համար ինքը շարունակում է իր գործողությունը եւ եթե նկատել եք վերջին ժամանակներս իր շուրջը լարվածությունը կամած նվազում է, դա միանշանակ շատ ու շատ վատ է եւ մեծ սխալ է գործում այստեղ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, այս արդեն ասեցի, արգելելով այդ կուսակցություններին Կատրի Ներսիսյանը կարագացնես Կատրի Ներսիսյանի հեռանալը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից։ Ինչքան ասես ասողին լսող է պետք, բայց Փաշինյանը ասում է, որ Ռուսաստանում բնակվող հայերի մեծ մասը ինքը համոզված է, որ եթե նույնիսկ կան Հայաստան, կքվեարկեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Այստեղ նա ուղղակի վստահություն է հայտնում իր հաղթանակի մեջ, դա նախընտրական քաղաքական հայտարարություն է, չգիտեմ ինչքանով դա կապ ունի իրականության հետ, ես ամենայն դեպս այդպես չեմ կարծում, չնայած որ տեսնում եմ, որ մեզ շատերը դիտում են նաև Ռուսաստանի Դաշնության մեջ, միանշանակ Ռուսաստանի Դաշնությունում շատ հայրենակիցներ ունենք, որոնք որ հայրենասեր, նորմալ, ազգային մեր անվտանգությունը, ինքնիշխանությունը, ամեն ինչ ճիշտ ձևով անցալում են, բայց շատերը նաև ապատերիկատավության մեջ չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Ոմանք միտումնավոր, այսինքն տարբեր կատեգորիաներ կան եւ պարզ է, որ 80,000 եթե գտնելու են մարդ եւ բերելու են Հայաստան, ապա կգտնեն նրանց, ովքեր որ քվեարկելու են իրենց տեխնացուի օգտին։ Ինչ խոսք։ Ամենակարևոր հարցերից մեկը, սիրելի հայրենակիցներ, որ Եվրոպական խորհրդարանի դիմաց բացվեց հայկական տարերին նվիրված հուշարձան։ Ես մոռացա ամենասկզբում դա ասել։ Այսօր տեսնում եմ, որ ամբողջ համացանցը այդ նկարներով է հեղեղված, մարդիկ կիսվում են, մեծ ոգևորություն է, իրոք մեծ ոգևորություն եւ հպարտություն է, գիտեք, երբ որ տեսնում ես, որ քո հայկական այբուբենը, քո հայկական տարերը այսօր որպես արձան շատ գեղեցիկ ձևով կանգնեցված են Եվրամիության խորհրդարանի գլխավոր շենքի առջև։ Դա իրոք շատ մեծ պատիվ է հայ ժողովրդի համար, մեզ համար, նաև կարծում եմ պատիվ է բերում նաև Եվրամիությանը, քանի որ իրենք հասկանում են, թե որքան մեծ եւ կարևոր քաղաքակրթություն է հայ ազգը, հայ ժողովուրդը, հայկական քաղաքակրթությունը որքան մեծ է, եւ դրանով իրենց շնորհակալությունն են հայտնում մեզ, նաեւ Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանը, քաղաքականությանը եւ պետության ձևավորմանը։ Դրա համար մենք 35 տարի նման բան չէինք տեսնում, հիմա տեսնում ենք ու շատ լավ է, որ այսպիսի գնահատանքի արժանանում հայկական մշակույթը ու հայկական։ Դա, ինչպես նշեցի, շատ մեծ պատիվ է մեզ համար, բայց նույն ժամանակ պատիվ է բերում նաեւ Եվրամիությանը եւ սա իր մեջ նաեւ քաղաքական շատ մեծ, շատ լուրջ ուղերձ է պարունակում, որ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը Եվրոպայի մաս է, այն Եվրոպայի մաս է շատ վաղուց Բագրատունյաց թագավորության օրվանից, Կիլիկյան թագավորության ժամանակներից, մեծ շատ խորը կապեր ենք մենք ունեցել եվրոպական երկրների հետ եւ այսօր էլ այդ ամենը մենք կամաց վերականգնում ենք Փառք Աստծո։ Այսինքն այդ հուշարձանի բացումը շատ կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի համար եւ Եվրոպայի համար, որպեսզի ավելի լավ Եվրոպան, եվրոպացին, Եվրամիության խորհրդարանի падգամավորները ընկալեն Հայաստանը, հայ ժողովրդին եւ հայկական մշակույթը։ Կարևոր է նաև նշել, որ հիմա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւս գտնվում է Բրյուսելում։ Հիմա մի քանի խոսքով խոսենք, թե ինչ կա Իրանի շուրջ։ Բրիտանական պարբերականներից մեկը տեղեկացնում է, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը
Մոչտաբան ինքը իրոք շատ ծանր վիրավորում ունի։ Արտգործ նախարարությունն էլ Իրանի հաստատեց, որ իրենց հոգևոր առաջնորդը վիրավոր է, բայց ասում են, որ շատ լավ է իրեն զգում, չէ, ուղղակի միտքը պայծառ է, ուղղակի վիրավորում ունի, բայց բրիտանական պարբերականներից մեկը ասում է, որ նա գտնվում է կոմայի մեջ, նա վիրավորումի արդյունքում կորցրել է իր ոտքը եւ նաեւ վնասվածքներ ունի ստամոքսի եւ լյարդի շրջանում, այսինքն գտնվում է կոմայի մեջ։ Բնականաբար այս տեղեկությունները դեռ ոչ հաստատված են, ոչ գրկված, ինչպես արդեն նշեցի, արտգործ նախարարությունը Իրանի ասում է, որ ճիշտ է վիրավորում ունի, բայց ինքը լավ է առողջությունը, այսինքն լավ է իրեն զգում եւ միտքն էլ պայծառ է, ոչ մի կոմայի մասին չի հաղորդվում։ Դոնալդ Թրամփը նոր հայտարարություններով հանդես եկել, դե Դոնալդ Թրամփի հայտարարությունները չգիտեմ, ինչպես կնահատենք, այն վերաբերվում է Հորմուզի նեղուց եւ Դոնալդ Թրամփը ասում է, որ մենք ոչնչացրել ենք բոլոր փոքրիկ նավակները, որոնք որ խանգարում են միջազգային նավարկության, բայց Reuters հաղորդում է, որ մինչև հիմա անվտանգ ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզի նեղուցով եւ դա մեծ խնդիրներ է փաստացի ստեղծում։ Օրվա մեջ մենք մի քանի անգամ տեղեկություններ ենք ստանում, որ Իրանը կարողանում է խոցել այնտեղով անցնող տանկերները։ Միայն հիմա Հնդկաստանն է թույլ տվել Հնդկաստանի դրոշի ներքո, որպեսզի հնդկական նավերը անխոչնդոտ կարողանան անցնել Հորմուզի նեղուցով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոնկրետ կենտրոնանում է Հորմուզի նեղուցի բացման վրա, բավականին լուրջ ռազմական գործողություններ են իրականացնում Ամերիկայի Միացյալ Նահանգները կան կադրեր, թե ինչպես են խոցում իրանական նավակները, բայց դեռևս բավականին բարդ է այդտեղ իրավիճակը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարողացել ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցը, չնայած Դոնալդ Թրամփի հայտարարություններից էլ մենք դա տեսնում ենք, որ ինքը ավելի ճիշտ Ամերիկայի Միացյալ Նահանգները ձգտում է Հորմուզի նեղուցի ամբողջական վերահսկողությանը հասնել։ Եվ դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգները հրապարակում են կադրեր, թե ինչպես տարբեր տեսակի ինքնաթիռներ են կարողանում խոցել Իրանում, բայց այն է, որ Իրանի ռազմական ղեկավարությունը հայտարարություններ է տարածում անընդհատ այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտվում են այս պատերազմում եւ ի վերջո այս պատերազմի արդյունքներով իրենք կհեռանան Պարսի ծոցի երկրներից, այսինքն իրենց բազաներով հանդերձ իրենց բազաները թողնելով կհեռանան այդ երկրներից, նաև Դոնալդ Թրամփին անվանում են մեծ սատանա։ Այդ իրենց կրոնական զգացմունքները, հեքիաթային պատկերացումները մենք այդ մասին բնականաբար բոլորս գիտենք, նաև տեսնում ենք, թե ինչպես են սպառնում սեփական ժողովրդին, ասում են, որ եթե հիմա այս իրավիճակում մարդիկ դուրս գան փողոցներ, ապա բանակը իսլամական հեղափոխության պահապանները ուղղակի կսկսեն կրակել մարդկանց վրա։ Այսինքն հստակ զգուշացնում են, որ եթե փողոցները դուրս գաք, մենք կսկսենք ձեզ սպանել առանց որևիցե խոսքի, առանց որևիցե այլ գործողության միանգամից կսկսենք կրակել եւ բոլորիդ կոչնչացնենք։ Ահա այսպեսին է իրավիճակը հիմա Իրանում եւ Իրանի շուրջ եւ իրավիճակը անընդհատ փոփոխության մեջ է, փոփոխվում է։ Լիբանանում էլ շատ է լարված, Հեզբոլլահը անընդհատ հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, հատկապես թիրախավորվում են այն շրջանները, որտեղ որ շատ հայերով են բնակեցված, սերտ հայկական բնակչություն ունենք, 3000-ից ավել հայեր են բնակվում, տարբեր տեղեկություններ կան 100-ից մինչև 300 հրթիռ է արձակել Հեզբոլլահը, այս պահի դրությամբ բարեբախտաբար տեղեկություններ չունենք մեր հայրենակիցների շրջանում վիրավորումների կամ սպանվածների մասին, բարեբախտաբար, հույսով եմ այդպես էլ կշարունակվի եւ մեր հայրենակիցները մեծ հաշվով չեն տուժի։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։